Սեպտեմբերի 21-ին Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշում է ծննդյան տարեդարձը, տոնում անկախության օրը։ Անկախություն պետականություն խորհրդանշող ցանկացած օր նա համարում է պայքարի օր։ Յուրաքանչյուրը պետք է վերանայի իր պարտավորությունը, որոնք մասամբ կատարել կամ չենք կարողացել կատարել, ասում է Լարիսա Ալավերդյանը։ Մենք մի ճանապարհ ենք ընտրել, որը ոչ մեկը մեզ չի խոստացել, որ դա այսպես վարդերով է զարդարված լինելու։ Մենք գիտեինք ի սկզբանե եւ օրերը այնպիսին էին, որ դա մարտահրավեր էր եւ մարտահրավերի արձագանք։ Մենք փաստորեն այդ ժամանակներին պատահական չի, մի օրվա մեջ չի, որ լուծվել է։ 24 տարի է պետականություն ունենք, սակայն դեռ կայացման խնդիր կա, կարծում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ 2 տասնամյակի ընթացքում 3-րդ անգամ սահմանադրության փոփոխումը Վիրաբյանը մեր երկրի համար շատ է համարում։ Ազգային արխիվում 90-ական թվականներից շատ փաստաթղթեր չեն պահպանվել։ Մարդիկ վառել են, տաքացել, բայց պահպանում են Հայաստանի 3-րդ հանրապետության գրեթե բոլոր փաստաթղթերը։ Բուն Եվ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված, եւ որ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը դարձավ Հայաստանի հանրապետություն եւ այլ հայտնի հռչակագիր է։ Եվ սեպտեմբերի 23-ին 1 տարի հետո դրանք մեզ մոտ կան գրքերի մեջ կարված, վերջում էլ ստորագրված Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Արա Սահակյանի կողմից։ Ամատունի Վիրաբյանը կարևոր է համարում նոր տեխնոլոգիաների մուտքը ազգային արխիվ։ Թվայնացման շնորհիվ աշխատանքներն ավելի հեշտացել են, ցանկացած տեղեկություն վայրկյանների ընթացքում կարելի է ձեռք բերել։ Հասմիկ Օհանյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։